Ճամբարակ Վահան ճանապարհին զինծառայողի կյանքը խլած վրաերթի գործով գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է դեպքից մեկ շաբաթ անց։ Դեպքը հիշեցնենք տեղի ունեցել օգոստոսի 19-ին։ Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի էին վրաերթի ենթարկել։ Զինծառայողներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Դեպքից անմիջապես հետո ձերբակալվել, ապա կալանավորվել է բեռնատարի վարորդը, ով մեղադրվում է քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1 և 4 մասերով։ Ըստ գործի մեքենան շահագործման ենթակա չի եղել, վարորդն էլ վարորդական վկայական չի ունեցել։ Օրեր շարունակ իրավապահների կողմից շրջանցվել է շտաբի պետի հանգամանքը, ով ըստ լուրերի զինծառայողներին պատժել էր։ Մասնավորապես զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել։ Պարզվել է, որ գումարտակի շտաբի պետի կողմից նշանակված պատիժը կամ տույժը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում չկա։ Ավելին, շտաբի պետը զինվորներին նման պատժի արժանացնելով չի ապահովել վերջիններիս անվտանգությունը, ինչի հետևանքով էլ տեղի ունեցել վրաերթը։ Ընդ որում, Պաշտպանության նախարարությունն ի սկզբանե հերքել էր զինծառայողներին հակագազով վազեցնելու լուրը, թեև ականատեսները պնդում են, որ վթարից անմիջապես հետո հանել են հակագազերը զինվորների գլխներից։ Ավելին, մահացած զինծառայողի Սուրենի դեմքին առկա են եղել հակագազի հետքեր։ Ի վերջո, մեկ շաբաթ անց ձերբակալվել է շտաբի պետը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը։